Ողջույն սիրելի ընկերներ, ուրախ ենք, որ միացել եք մեր YouTube-յան ալիքին։ Ճիշտ է, մենք ամենասկզբում, երբ որ շարակնոցի եթերը սկսում ենք, որոշել ենք, որ միայն խոսելու ենք երգերաշտությունից, պարերից, բայց ժամանակի ընթացքում հասկացանք, որ քանի որ մշակութային ոլորտում բոլոր ոլորտները իրար հետ փոխկապակցված են, երգ, պար, խոհանոց, դրա համար այսօրվա մեր հյուրը Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն է։ Բարև ձեզ։ Մեզ շատ սիրելի։ Շնորհակալ եմ շատ։ Ոնց եք։ Լավ, Սանա ջան, լավ։ Եվ կարծում եմ, որ այս նախաձեռնությունը եւ այս հաղորդումները, որ նախաձեռնել եք, շատ մեծ արձագանք ունենան, որովհետեւ մշակույթը մեր բնութագիրն է ընդհանրապես, մեր դեմքը դիմագիծը, կերպարը, մեր աշխարհընկալումը եւ շատ ուրախ եմ, որ հրավիրել եք։ Սանան արդեն ասաց, սկզբից մտածել էինք հիմնականում երգերի մասին խոսենք, ազգային երգերի։ Ու սկիզբը հենց տենց էլ սկսել էինք, ու ամեն ոնց որ էպիզոդի ժամանակ երգից կամ ինչ-որ ծիսակարգից անցում էինք կատարում մի հատ ուրիշ տեղ, հետո էլի մի հատ ուրիշ տեղ, հետո մի հատ ուրիշ տեղ, այդ լայնությունը զգացինք։ Դրա համար սկսեցին մեր հյուրերի մասնագիտական բազմազանությունը մանգալ։ Մերսի շատ որ եկել եք, ձեզ մի քանի հարց ունենք։ Ազգային խոհանոց ասելուց ուզում եմ հասկանամ ինչ ենք հասկանում առհասարակ ազգային խոհանոց ասելուց ու ինչ ոնց որ ինչն է բնութագիրը հենց որ նույն տարածաշրջանում ենք ապրում տարբեր ցեղերի կամ ազգերի հետ, բայց այդ տարածաշրջանի մեջ հենց այդ է մեր ազգայինը, ոչ թե այն ինչ որ իրենք են անում։ Ցավոք սրտի հիմա որ ասում ենք ազգային խոհանոց, այնքան էլ ճիշտ ընկալումներ կամ ճիշտ պատկերացումներ չեն գալիս մեր մտքին եւ դա այստեղ մենք խորարներս նաեւ մեր մեղքի բաժինն ունենք ազգային խոհանոցը դա մեր կենցաղի անբաժանելի մասն է, դա մեր մշակույթի անբաժանելի մասն է եւ գիտեք ինչպես են ասում են մենք այն ենք ինչ ուտում ենք բայց ոչ թե դա վերաբերում է ուղղակի շատ ուտելուն կամ տենց բաներին, մեկ շատ ուտողներին նույնիսկ գուրման են համարում։ Դա նշանակում է, որ մեր թե ֆիզիկական, թե հոգևոր հարստությունների, կարողությունների մեջ ճիշտ սնվելը շատ մեծ նշանակություն ունի։ Եվ ճիշտ սնվել ասածը դա նշանակում է սննդակարգ։ Սննդակարգ նշանակում է դա կարգով սնվել։ Դա ոչ թե հիվանդին է պետք որ ասում ենք հիվանդացան այլ դա ընդհանրապես բառը ասում է կարգով սնվելու դա եղանակն է իսկ մենք մեր օրգանիզմը ծնված օրից սովորում է ադապտացվում է այն համայն տարածությանը որտեղ մենք գտնվում ենք համայն տարածությունը դա շատ լուրջ երևույթ է դա այն ամենն է ինչ մեզ շրջապատում է բուսական աշխարհը կենդանական աշխարհը եւ հատկապես համեմունքների տեսքով, ամոքանքների տեսքով մեր շրջապատի այդ բույրերն ու համերը մեզ ավելի հոգեհարազատ են։ Մեր օրգանիզմը ավելի լավ է հասկանում, զգում ավելի լավ է ինքը տիրապետում այդ ամեն ինչին։ Իհարկե մոտ 8000 մթերքների տարբերակելու մենք հնարավորություն ունենք։ Մեր լեզվի վրա մոտավորապես 8000 զգայարան կա, որ բայց այնուամենայնիվ մեր օրգանիզմը շատ ավելի լավ է զգում իր անում է այդպես կոմֆորտ, երբ որ իրեն ծանոթ մթերքներով է սնվում։ Սա միայն ցանկություն չի։ Սա կենսաբանական երևույթ է, պահանջ է կենսաբանական։ Երևի տարածաշրջանային էլ դա էլ կապ ունի օրգանիզմը, օրինակ Հայաստանի ժողովուրդը սիրում է չգիտեմ, մսամթերքը մի ձևով տապակած սարքած, ոնց օրինակ այստեղ են մատուցում, այլ ոչ թե Ասիայում կամ ԱՄՆ-ում կամ Եվրոպայի այլ մասերում։ Ազգային խոհանոցի հիմնական շարժիչ ուժը յուրաքանչյուր ազգային խոհանոցների դա բնակլիմական պայմաններն են։ Աշխարհում գոյություն ունի 11 տարբեր բնակլիմական գոտիներ։ Տարբեր բնակլիմական գոտիներում դրանք տարբեր համահոտային տարածքներ են եւ այստեղ նույն մթերքը եթե աճում է տարբեր գոտիներում ձեռք է բերում տարբեր համայն հատկանիշներ դուք գիտեք ասում են Գորիսի ուրցը այլ համ ունի Սևանինը այլ համ ունի եւ այլն
Բայց դա միայն բուսականությանը չի վերաբերում։ Դա մարդու օրգանիզմի պահանջի հետ է կապված նաև։ Տարբեր գոտիներում մարդու պահանջը տարբեր է լինում։ Մթերքների, ինչպես նշեցիր, թե ջերմային մշակման, թե նրա համեմվածության, հատկապես աղի ու կծվի արկայությունը խիստ կապված է բնակլիմայական պայմաններից։ 11 գոտուց 7 տարբեր կլիմայական գոտի արկա է Հայաստանում։ Դա բավականին է։ Այո, դա նշանակում է 7 տարբեր սնվելու կարգ, դա նշանակում է 7 տարբեր բազմազան համային, այսպես երևույթներ, նույն մթերքի, եթե վերցնում ենք մենք։ Հետաքրքիր է, ինձ թվում է ինչքան խորանալու ենք, հարց ունեի, ճիշտ ասած ես ուրիշ եթերներով եմ տեսել ձեր հարցազրույցներից, բայց քանի որ ամբողջականը չեմ տեսել, մի փոքր հատված եմ տեսել, շատ կուզենամ, որ մեր եթերում էլ դրա մասին խոսվի, տատիկի շերեփ ասվածը, որը որ ժառանգաբար ընտանիքի ավակից փոխանցվել է ու չգիտեմ, սկիսուրից հարսին է փոխանցվել, հարսից իր հարսին է արդեն փոխանցվել ու ընտանիքներ կան, որոնք որ ունեն չէ իրենց ազգային ուտեստները, որ այդպես պապական գալիս է, կուզեմ դրա մասին էլ նաև խոսենք։ Ընտանեկան կերակուրներ կան։ Ես հայ ավանդական ընտանիքը, իհարկե ես չէ, դա ընդունված բան է։ Հայ ավանդական ընտանիքը մի արդար պետության մոդել է, որտեղ կա նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, գիտության, կրթության եւ այլն։ Պապիկը հենց ինքը նախագահն է։ Տատիկը վարչապետի դերակատարությունն ունի եւ տատիկ, երբ որ ասում ենք տատիկի շերեփը, այդ շերեփը ոչ թե միայն կերակուր պատրաստելու մասին է, այլ այդ շերեփը ընդհանրապես տնտեսությունը վարելու մասին է։ Միանշանակ։ Ամեն ինչ տատիկի ձեռքն է եւ եթե մենք ուսումնասիրենք, կտեսնենք, որ այդ ամիս տատիկին բերեցին աշխատողները, չգիտեմ, տղան եւ հարսը, ով որ աշխատում է, եւ հատկացրին ընդհանուր բյուջե X գումար, մյուս ամիս մինուս այսքան X-ից կամ մեծ ամասությամբ մարդիկ այլ անդամները չեն զգում, թե այս ամիս շատ է ստացվել, թե չէ, որովհետեւ ինքը ամենալուրջ տնտեսվարողն է։ Գիտի ինչքան բախշի ինչին։ Այո, ամենալուրջ տնտեսվարն է եւ հենց դրա համար ես ասում եմ, միշտ նշում եմ, որ տատիկը դա վարչապետն է։ Հայրը դա իրավունքի, պաշտպանության, մայրը կրթության, գթասրտության եւ այլն։ Եվ այստեղ է, այս տատիկի շերեփը դա մեծ ինստիտուտ է։ Դա հենց այնպես ուղղակի կերակուր պատրաստել չի, որ ասում են տատիկը շերեփը չի տալիս հարսին։ Տատիկը տալիս է հարսին շերեփը այն ժամանակ փոխանցվում է։ Այո, երբ որ ինքը արդեն վստահ է լինում, որ այդ շերեփը եւ շերեփի հետ միասին այդ շերեփի ինստիտուտը կարելի է վստահել արդեն։ Շատ իրականում բազմազան ու հետաքրքիր է, փոխաբերական իմաստներով էլ ինչքան խորանում ենք, այդքան շատ է։ Լսել էի այդ ավանաբարելի ձեզնից։ Հա, ես շեյր էի արել իմ մեջ։ Չէի խորացել այդ արտահայտության մեջ էլի, որ բացատրում եք մտքովս միանգամից գյուղ տատիկիս եմ հիշում կամ մամայիս կողմի տատիկին եմ հիշում, այդ ամեն ինչը ինչ բացատրում եք հենց այդպես։ Այո։ Ու ամեն ինչ կանոնակարգված էր ու ոչ մի բանից դժգոհ չէր ամեն դեպքում։ Այո, ամեն ինչ հաշվարկված էր։ Երբ որ խոսում են այդ գենդերային, ասես մայր, տատ, մեր ընտանիքները ավանդական այնքան հավասարակշռված են, այնքան մենք միշտ շեշտում ենք դա իր տեղը դրված է ավանդական մեր կենցաղի, մեր նիստուկացի մեջ, որ այստեղ ուղղակի միջամտություն կամ չգիտեմ ինչ որ արգելքների միջոցով իհարկե խոսքը ավանդական ընտանիքների մասին է։ Ոչ թե բռնապետական կամ ինչ որ բռնության կիրառող ընտանիքների, բայց արեգակնային համակարգի պես է, եւ ծիսակարգը, եւ ընտանիքը բոլորը իրանց դերը եւ գործ ունեն ընտանիքում։ Ու ոնց է արեգակնային համակարգում մի հատ շեղում է լինում, գնաց ամբողջ շեղումը, մենք այսօր ունենք բաժանություններ, երևի թե ավելի շատ հենց այդ ինստիտուտը լավ չպահելու հետևանքով ու նաև տատիկի շերեփ ասվածը ուշադրության չմատնելու հետևանքով։ Այո, ցավոք սրտի մենք մի քանի տարի առաջ ես վիճակագրական տվյալներ նայում եմ, մոտավորապես 20% բան ունեին
Հիմա շատ կարող է շատ լինի, կարող է քիչ Շատ լինի։ շատ ավելի։ Այդ թվում նաև տեսեք սնվելու մասով որ ասում ենք սնվելու հետ կապված եւ այդ Շերեփի ինստիտուտին չանսալու նաև ամբողջության ցուցանիշ ունենք մեծ մենք շատ մեծ բանա որը որ նույնպես շատ լուրջ խնդիրներ է առաջացնում այս ամբողջը համակարգված հենց ներկայացված է մեր ընտանիք եւ տատիկի Շերեփ գաղափարախոսության մեջ ամբողջը ամփոփված է մեկը մյուսի մի գաղափարը մի երևույթը մյուսի հետ չխկապված շղթայակապված են եւ մի շղթայողակը երբ որ թուլանում է ամբողջ շղթան չի գործում Խառնվում է այո Իսկ մի բան հարցնեմ ձեզ թեմայից կարող եմ մի քիչ շեղվում եմ բայց ամեն դեպքում մտքից եկավ պիտի հարցնեմ թե չկմոռանամ Այն մարդիկ հիմա որ առողջ ապրելակերպ են քարոզում ու տարբեր բլոգեր են սկսում ու ամեն օր ինչ որ մտնես էջի առաջի վիդեոն ու վերջի վիդեոն նայես իրարից կատեգորիկ տարբեր բաներ են ստացվում բայց ամեն դեպքում այդ մարդիկ ունեն լսարան իրենց հետևում են հա Իրանց ոնց եք վերաբերվում ինչ կարելի է անել որ նու խոսքս են նրանց մասին չի ովքեր որ բժիշկ են կամ սննդաբան են խոսքս են նրանց մասին ովքեր որ մտածել են որ մի քանի բան կարելի է ինտերնետից կարդալ ու դրա մասին բլոգ սկսել ու բնականաբար լիքը մարդիկ իրենց լսում հավատում ու պահում են իրենց ասածները էլի ես այդ մարդկանց մասին կարծիք չունեմ որովհետև շատ դժվարությամբ եմ մեկնաբանում այս կամ այն երևույթները կապված մարդկանց հետ բայց ես գիտեմ մի օրենք որը միշտ եմ ուսանողներին մեր շրջապատին փոխանցում եմ սնվելը դա ուղղակի քաղցը հագեցնելու միջոց չի սնվելը դա մեր ծախսած էներգիայի վերականգնումն է Եվ այդ էներգիայի ճիշտ վերականգնումը շատ կարևոր է։ Մեր օրգանիզմը շատ մանրակրկիտ ձևավորված մի մեխանիզմ է, մանրակրկիտ հաշվարկված։ Եվ նա այդ մեխանիզմը աշխատում է անխափան։ Եվ տեսեք, այդ մեխանիզմը իր աշխատանքի ժամանակ պատերազմի մեջ է անընդհատ։ Մեր օրգանիզմ ներթափանցում են օտար մարմիններ, շնչառական օրգանների շոշափելիքի միջոցով։ Մեր օրգանիզմը մենք չենք հասկանում, չենք զգում այդ բանը, բայց մեր օրգանիզմում կան զինվորներ, որոնք պայքարում են։ Լեյկոզները, լեյկոցիտները, դրանք ինքնազոհ մեր զինվորներն են։ Եվ գնում այդ օտար մարմինների հետ, այդ բանի հետ իրանք էլ են զոհվում։ Ամեն վարկյան մեր օրգանիզմում հարյուրավոր եւ հազարավոր մոլեկուլներ ոչնչանում են այդ պատերազմում եւ այդ սնվելու միջոցով նրանց վերականգնման նաեւ հարցն է լուծվում եւ տեսեք այդ ձեր ասած մարդիկ ովքեր հերոստատեսությամբ կամ այլ միջոցներով քարոզում են որ մի 10 օր պիտի անպայման մածունի մեջ թրջած հնդկածավալ ուտեք, չգիտեմ մի 10 օրվա։ Չի այսերմերն են հիմա մոդը։ Հա, դե այս հա կամ այս մարդիկ չեն հասկանում որ օրգանիզմը ախորժակ կոչվող երևույթի միջոցով ուզում է վերալիցքավորել իր ծախսած փամփուշտները, այսպես ասենք։ Այսինքն ինքը ուզում է փամփուշտ ախորժակի միջոցով։ Մենք իրեն ասում ենք փամփուշտ պետք չի, քեզ թուղթու գրիչ կտանք դու գրի։ Այսինքն ինչ է ախորժակը, որ ասում ենք ախորժակս քաշեց այսօր քալագոշ ուտենք։ Նշանակում է, որ այնտեղ բան կա պակաս, որը քալագոշի միջոցով պիտի լրացվի։ Եվ հաջորդ զգացողությունը, որ ասում ենք ալերգիա է։ Մենք սիրում ենք, մեզ դուր է գալիս այս կամ այն մթերքը, համեղ է, բայց երբ ուտում ենք դուրս է տալիս եւ երբ ուտում մեր օրգանիզմը չի ընդունում։ Այդ ցույց է տալի, որ մեր օրգանիզմը հենց այնպես սնվել, հենց այնպես չի։ Դա ինչ որ մի պարկ չի, որ լցնես, եթե լիքն է լավ է, եթե դատարկ է վատ է։ Ոչ, այդ մթերքը այնինչ կա դրա մեջ ինքը պահանջ չունի օրգանիզմը եւ չի ուզում ավելորդ ինչ որ մի բան անի։ Եվ քեզ ասում եմ մի կեր, դա պետք չի ինձ։ Պետք չի։ Այսինքն ասել ես այն է, որ մենք սնվելու մշակույթ պիտի նաև կարողանանք ուսուցանել։ Սնվելու մշակույթը պիտի կարողանանք դեռ դպրոցական աշակերտական սեղաններից կարողանանք փոխանցել սերունդներին։ Եվ հասկացնենք, որ սնվելը ուղղակի հենց այնպես քաղցը հագեցնելու միջոց։ Դպրոցական որ ասացիք, հիշեցի, որ երբ որ ես էի փոքր դպրոցներում
ինչ որ տրոբիշկեք էին ծախում ուտելու, խաչապուրի ու բուլկի։ Այո։ Մեկ էլ երշիկով տենց բրթուճներ։ Այո, ցայսը։ Հիմա մի ծրագիր կար դեռ 10-15 թվականներին ներդրվեց դպրոցական սնունդ։ Մենք ինչքան որ հնարավոր է եղել մասնակցել ենք ինչ որ բան ենք արել, բայց կարելի է նորից շտկել եւ բանանել։ Այո, մանկական սնունդը պիտի լինի հենց մանկական սնունդ հաշվարկված հաշվի առնված երեխաների այդ աճող օրգանիզմին պահանջները։ Մի հասարակ բան մենք տեսեք ինչի է որ մենք փոքր ժամանակ ցոգոր սիրում ենք, մեծ ժամանակ ոչ։ Որովհետև մենք բնության մեջ երեխան մարդու ցոգորն է, ցոգորը ծառի երեխան։ Եվ մենք հավասար հասունացման փուլեր ենք անցնում։ Այո։ Ճիշտ է, երեխա ժամանակ շատ է։ Իսկի մոտ այդ փուլը դեռ դուրս չի եկել։ Այո։ Կալագյոշի մասին խոսեցինք, ճիշտն ասած, ես մեր տանը հաճախ իմպրովիզներ եմ անում, քանի որ իմ համար խոհանոցը մենակ հաց պատրաստելու, կերակուր պատրաստելու համար չի, այսինքն եթե ես տխուր եմ, դեպրեսված եմ կամ չգիտեմ, իմ համար խոհանոցը դա ամենահետաքրքիր լիցքաթափելու տեղն է, որտեղ որ ես պետք է անցկացնեմ ու պարտադիր դա։ Ու այս վերջում քալագյոշ պետքա պատրաստեի, բայց ման էի գալիս մի քանի բաղադրատոմսեր ու ոնց հասկացա տարածքային տարբերը։ Հա, տարբերը, այնտեղ նույնիսկ չորաթանի, քամազմացունի, պսկաթանի, սղաթանի տարբերություն կա տարբերակ տհալով, խաուրմայով։ Ես հենց տհալովն էի տեսել ոնց որ Գյումրիում ու Սիսիանում անում են տհալով, բայց օրինակ Վայոց ձորի մարզում կամ հենց մի քանի ինֆոներ կար Վանի հետ կապված, Վան Վասպուրականի, ոնց որ առանց տհալի են արել։ Այո, չորաթանով։ Չորաթան սոխառած, լավաշ եւ ոսպ։ Հա, շատ։ Ինչ-որ սոխառած կա հայկականի։ Չէ, ու շատ համով է, որտեվ չգիտեմ, ու կշտացնող է։ Դե կշտացնող է, իհարկե սպիտակուցների բան կա, չնայած կենթանական սպիտակուց չի, բայց չորաթանի միջոցով կա մի քիչ, բայց ոսպը շատ օգտակար բույս է եւ ու ծանրամարսել էր ինձ թվում է։ Ինչ որտեղ դե առավոտյան են դրա համար ճաշակում, այո։ Ես ժամերը խառնել եմ երեկոյան։ Ես ծանր ուտելիքներ չեմ կամ ուտեմ, խաշ, թեկուզ կամ ինչ որ մի քանի բանից ավել խառնվում է իրար, չեմ կամ ուտեմ, որովհետև սաղորը վատ եմ լինում ու սոխառածն էլ որ ուտում եմ, դրա համար ասացի հայկական ամեն ինչի մեջ ոնց սոխառած կա, չեմ կամ ուտեմ։ Սոխառածի ճիշտ պատրաստելն էլ շատ կարևոր է։ Ես քալագոշ մանավանդ ձմռանը, հատկապես ձմռանը մեր տանը ամեն շաբաթ մենք պատրաստում ենք եւ թորնիկներս որ գալիս են միշտ հավաքվում են մեր տանը եւ իմ ավակ թորնուհին ընդհանրապես սոխառած չի ուտում։ Իր papan էլ ոսպ չի ուտում։ Եվ երբ որ ես առաջ անգամ մենք այդ նախաձեռնություն արեցինք, դուստրես ասեց պապ գիտես, բայց նանեն սոխառած չի ուտում, սոխ չի ուտում, ասի ոչինչ, ասես ռոբն էլ ոսպ չի ուտում, ասի ոչինչ, կան չի, խնդիր չկա։ Վերջը եկան դա երեխաները 7-8 թորնիկներս խառնում են, պապիկը պատրաստել է, բաժանել են, գնացինք երան եկան, նանային ասի նանե ջան դու սոխ չես սիրում, չի ասես պապիկ ես սոխառած սոխ չեմ սիրում, բայց կերել է, ասի բայց դու գիտես որ այդ կերակուրը սոխառածով էր, ասեց հա պապիկ ոչ շատ համով էր, իսկ իր հայրը ոսպը կերավ եւ եւս մեկ անգամ ուզեց ոսպ։ Մի խոսքը աղջկաս ասի դե գիտես տեսար որ բանա ոչ թե չեն սիրում, այլ դու պատրաստել չգիտես։ Մեր մեջ ասում։ Դե ձեր հետ համեմատենք։ Սոխառածին էլ ինձ թվում է ճիշտ ջերմամշակում կա, որ քիմքին հաճելի պետքա լինի, այդ ծանր համը դուրս պետքա գա։ Տապակման միջոցով, այսինքն կարամելացվում է, երբ որ կարամելացվում է, արդեն դու նրա միայն այդ քաղցր եւ ավելի այդ արամատն ես, համն ես զգում, ոչ թե հոտը կամ բանը։ Իսկ ուտելիքի հետ կապված մի հատ էլ հարց, որը որ մարդկանց մեջ մի քիչ այդ միտքը տարածված է, որ երբ որ խոսում ենք հայկական ուտելիքների մասին, դե մեր մոտ ինչ որ բանջարային բաները ավելի շատ է, չէ՞։
ասում են դե մենք ոնց որ Հայաստանում աղքատ ժողովուրդ են եղել, կերել են այն ինչ որ կոպիտ ասած աղքատ ժողովուրդների համար հասանելի է եղել։ Այդ իրականում տենց է այդ միտքը, թե մենք ուղղակի փորձում ենք ամեն ինչից լսեցի այս միտքը։ Չէ, այդ աղքատ ընտանիքները միշտ մառանում ունեին տհալ, չորաթան, բաստուրմա կախված, լավաշ թխված 4 ամսվա համար, պահածոներ 4 ամսվա համար, շատ աղքատ էին։ Բայց գարունը վայր ուտելի բույսեր էին ուտում, լրացնելով վիտամինների պակասը։ Երևի հիմիկվա ստանդարտներով են նայում, եթե միշտ չեն կերել ուրեմն այդ մարդկանց ես պիտի խորհուրդ տամ հասկանալ աղքատությունը ինչ կատեգորիա է ընդհանրապես եւ իրենց ինչ նկատի ունեն եթե նկատի ունեն միս ուտելը արդեն աղքատ լինելուց արդեն բան եք անում դուք ձերբազատվում եք սխալվում եք աղքատը մտոք է լինում եւ բանով մենք 14 թվականին ջիազետ ընկերության հետ հավաքչություն իրականացրինք ամբողջ հանրապետությունում եւ գիրք տպագրեցինք, որտեղ ներառված են 120 կերակուր, որոնց 80%-ը վայր ուտելի բույսերից են։ Հայը ճանաչում է 300 անուն վայր ուտելի բույս։ Սա ֆենոմեն է։ Սա ցույց է տալիս, որ մենք բնապաշտ ենք։ Սա ցույց է տալիս, որ մենք գիտենք, որ բույսը ինչի հետ, որ եղանակին եւ ինչ ջերմային մշակմամբ ուտենք, որpիսի մենք շատ ու շատ հիվանդություններ կանխարգելենք։ Այլ ոչ թե չի եղե, միշտ չի։ Բոլոր ընտանիքներում աշունն արդեն նախապատրաստվում էր ձմռան այդ նշածը տահալով, պաներով, բանով այդ մեր մառանի պարունակությունը։ Այստեղ թյուր կարծիք կա լուրջ, բայց իրականությունն այն է, որ մենք այդ 120 կերակուրը որ մշակել ենք, դա կարող է լինել 220։ Դա ազգային խոհանոցների մեջ ֆենոմեն է։ Դուք կարող եք հուշել կամ ուսումնասիրեք որևէ ազգային խոհանոցում, ես չեմ հանդիպել հատուկ այդպես հավելված, որտեղ 120 կերակուրը ներառված լինի հատկապես վայր ուտելի բույսերի ներառմամբ։ Դա ֆենոմեն է եւ դա մեր հարստությունն է։ Եվ դա շատ կարեւոր է։ Մենք նույնիսկ առանց հորդորելու գարունը հենց եկավ մեր սինդրիկը, շուշանը, մանդակը, եղինջը, փիփերթը, չգիտեմ, մնացած բաները արդեն օրգանիզմը պահանջում է վիտամինների պակասը լրացնելու համար, որտեղ մենք ձմռանը մեզ շատ ավելի հավելյալ էներգիա է պետք եւ մենք ձմռանը ավելի շատ սպիտակուցների ճարպերի վրա ենք այդպես կերակուրները շատ կենտրոնացված արդեն գարունը գալիս է դու պիտի օրգանիզմիդ մի քիչ լիցքաթափես մի քիչ ավելի դեպի բան տանես ավելի բնական բույսեր այո դեպի բնական ածխաջրեր վիտամիններ այդ մեկ ես էլ եմ իմ վրա զգում որ կարող եմ 2 ամիս չուտամ լոլիկ վարունգ մեկ էլ 2 ամիս հետո ամեն օր ուզենամ այո այն ինքը կարգավորում է արդեն այսինքն հենց դու սկսում ես անսալ քո օրգանիզմի պահանջին դու դառնում ես գոնե այդ ժամանակահատվածում բնապաշտ արդեն բնության հետ համերաշխ ապրող բնապաշտ մի հատ էլ հարց իսկ վեգան թե vegetarian չգիտեմ իրանց տարբերությունը իրականում բուսակերները որ ուտում են միայն այդ առողջական տեսանկյունից օրգանիզմի համար կամ սննդային, չգիտեմ, ոնց հարցը չի ձևակերպեմ, ինչքանով է օքեյ, որ մարդը այդ լրիվ հանում է իր մոտից։ Ես նշեցի, որ օրգանիզմը դա շատ մանրակրկիտ կառուցված մեխանիզմ է եւ շատ ճկուն է իր վերադասավորելու իր բաները, բայց կոնկրետ բնականon կյանքը մեզ երբ որ մենք բնականon կյանքով ենք ապրում, մեր օրգանիզմը պահանջ ունի սպիտակուցների եւ դրանք նույնը չեն բուսական ու կենթանական սպիտակուցները, երբ որ մարդիկ ասում են, այ մի շեմ ուտում, ոսպ եմ ուտում, ավելի շատ սպիտակուց կա։ Իրականում այո, շատ ավելի շատ է։ 25%-ից բարձր է սպիտակուցի արկայությունը ոսպի մեջ, մսերինը տատանվում է 18-20%։ Բայց դրանք նույն սպիտակուցները չեն։ Այնտեղ խիստ տարբեր բան կա։ Կենթանական սպիտակուցները 20 ամինացություններ ունեն սպիտակուցի հարստությունը նրա արժեքը այդ ամինացությունների մեջ է 20 որից 8-ը անփոխարինելի են ուրիշ տեղից ինքը չի սինթեզում միայն կենթանական սպիտակուցից է իսկ այնպիսի սպիտակուցներ կան մեր օրգանիզմները տալիս սինթեզվում է այդ բուսական սպիտակուցները 12 ամինացություն ունեն որոնք այդ 8 անփոխարինելիները չունեն իսկ սպիտակուցը մեր օրգանիզմի շինանյութն է
նշեցինք, որ մեր օրգանիզմում հարյուրավոր, հազարավոր բջիջներ են մահանում եւ տեղը պիտի ստեղծվի։ Եթե մենք սպիտակուց չենք, առանց սպիտակուցի եւ առանց ջրի մեր օրգանիզմը որևէ բջիջ չի ստեղծվում։ Ընդհանրապես որևէ կենսաքիմիական process մեր օրգանիզմում առանց ջրի չի իրականանում։ Իսկ սպիտակուցները հենց այդ բանը կառուցող այդ շինանյութն է։ Եվ այստեղ այդ վեգան ես նշեցի, այո, օրգանիզմը կարող է ադապտացվել եւ ինքը իր հունով բնական է, եթե նրան մի կանոնակարգված ձև է տալիս, ինքը այդ ձևի մեջ ինքը դրսևորում է իրեն եւ կարող է ապրել եւ գոյատևել եւ արարել եւ ստեղծագործել։ Բայց երբ որ դու սովորական այլ ինչ որ բան չես անում, բնակլիմական պայմաններն էլ քո վրա այնպես են ազդում եւ զգում ես այդ ազդեցությունը եւ դրան արդեն քո օրգանիզմի պահանջը ըստ ախորժակի բավարարում ես, սա բնության հետ ներդաշնակ ապրելու կարևոր բանն է։ Երևույթն է։ Համաձայն եմ։ Կամ կան մարդիկ, որ լակտոզայի խնդրեմ ունեն, զուտ չեն կարողանում օգտագործեն, այդ մի կողմ դրեցինք։ Այո։ Դե երևի նորից նույն ալերգիայի պրինցիպով ալերգիայի ձևն է, դա այդ նյութը իրանց պետք չի։ Այստեղ եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք ինչ ուտում ենք, պիտի օգուտ տա մեզ։ Եթե օրգանիզմը չի ընդունում։ Եթե չի ընդունում, չի ընդունում։ Որովհետեւ տեսեք, հետո մի կարևոր բան կա, երբ որ մենք հիվանդանում ենք, գնում ենք բժշկի, ինչ են ասում։ Երբ որ սկսում են դիետայի մասին խոսել, ասում են, այ այս կերակուրները, այս մթերքները չուտես, վնասակար են։ Այս մթերքը, այն մթերքը անվնաս են, կարող ես ուտել։ Բայց անվնասը դա արդյոք բավարար է։ Արդյոք մենք կարիք ունենք անվնասի, թե օգտակարի։ Անվնասը հիմա մենք այդ անձեռոցիկներ ուտենք, անվնաս է, հա, բայց մեր օրգանիզմը պահանջ ունի, կարիք ունի օգնության, երբ որ հիվանդանում է։ Եվ այդ օգնությունը մենք սննդի միջոցով ենք նաև լրացնելու։ Այդ դեղերը հույրանք չեն գնում պայքարում այդ հիվանդության դեմ։ Դեղը գրգռում այն օրգանը, որը դրա պայքարելու կամ դրան աշխատելու բան եւ ինչ որ բան անում։ Այսինքն սնունդը շատ կարեւոր նշանակություն ունի, օգտակար սնունդը։ Եվ եթե մենք սնվում ենք սննդակարգով, մեր օրգանիզմը զորու է պայքարել շատ ու շատ հիվանդությունների դեմ, առանց մեզ զգուշացնելու։ Բայց երբ որ հիվանդանում ենք, սկսում ենք արդեն ինչ որ դեֆիցիտ առաջացնել, ինչ որ պահանջ առաջացնել, ինչ որ բան կրճատել օրգանիզմի, արդեն ինքը սկսում է չվստահել քեզ։ Ու ես որ առողջ ոչ մի բան չեմ ուտում։ Չէ, ես փորձում եմ, ու իմ համար շատ կարևոր է սնունդն էլ, եւ պատրաստման ձևը եւ սնվելու չնայած խախտում եմ ժամային գրաֆիկով միշտ, բայց ես միշտ մտածել եմ ժամային գրաֆիկը կարևոր չի, եթե ուզում եմ ուտեմ, տենց միշտ այդ ժամին կերել եմ, բայց դե մտածում եմ, որ ամեն դեպքում քնելուց առաջ գոնե չէ։ Չէ, վերջերս ես եմ խախտում քնելուց առաջ։ Շատ կարևոր է։ Ես ես մի բան ասեմ, ուղղակի որ շատ չխորանանք։ Եթե դուք արեցիք նախաճաշ 12-ին կամ 11-ին, շատ կարևոր է նախաճաշը։ այո, դուք 8 ժամ գումարեք եւ վերջին տրիքը արեք այդ 8 ժամից հետո։ Եթե որ ասում են 6-ից հետո չենք ուտում, 8-ից հետո, դա մի քիչ շարժական է։ Դուք եթե դուք առաջին նախաճաշից հաշվեք 8 ժամ եւ այն 8 ժամից հետո մի կերեք, որտեղ օրգանիզմը արդեն այդ կերածը մարսելու ցիկլի մեջ է։ Իսկ դա ծանր աշխատանք է։ Իրեն պիտի թողես, որ ինքը մարսի, հետո դու հանգստանաս։ Այն հաջորդ 8 ժամը այդ ցիկլն է։ Այդ դրանից հետո եկող ցիկլը օրգանիզմը մաքրվելու ցիկլի մեջ է։ 3-8 ժամյա ցիկլով է աշխատում օրգանիզմը, այդ 24 ժամը։ Մաքրվեց, նոր արդեն են մյուս 8 ժամը սնվելու համար է։ Այդտեղ էլ կա համամասնություն, թե մեր այդ համապատասխան կալորիայի քանակը ոնց անենք, բախշենք նախաճաշ ճաշընթրիքի մեջ։ Կամ այդ կալորիայի, մեզ պահանջվող կալորիայի, որ քանակը պիտի սպիտակուցից ստանանք, որը ճարպից, որը ածխաջրից։ Սրանք շատ լուրջ նշանակություն ունեն։ Մեզ պետք է օրական մոտավորապես 3500 կիլոկալորիա էներգիա։ Եթե մենք միջին տարիքի, միջին կազմվածքի եւ միջին ծանրաբեռնվածության գործով ենք զբաղվում։ Մոտավորապես 3000-3500 կիլոկալորիա։ Դա կապված է մի քիչ կառուցվածքից, բանից բնականաբար, մարդու կազմվածքից։ Բայց այս կալորիան շատ կարևոր է, թե դու ինչից ես հավաքում։
մի գրամ սպիտակուցն ու մի գրամ աստղաջուրը մեզ տալիս են 4.1 կալորիա էներգիա, ճարպը 9.3 բայց այդ համամասնությունը շատ հստակ արկա է ամբողջահատիկ ցորենից պատրաստված հացի մեջ եթե ամբողջահատիկ է եթե կեղևը վրան է հա այնտեղ կա մոտավորապես մինչև 9% ճարպ 20-25% սպիտակուց 50-60% աստղաջուր սա մարդու համար իդեալական բան է մասնաբաժինն է համամասնությունն է այդ դրա համար մենք ասում ենք հացոտ մարդ աննաղոհաց մարդ դրա համար մենք ասում ենք ոչ թե գնանք ընտրիկ անենք հաց ուտենք դրա համար ասում ենք հացը սուրբ է դա էլի մեր մշակույթն է այո հացը իհարկե Երգերի մեծ մաս ունենք, գորանիներ ունենք, ցորենի հետ կապված, ցորենի մենք երգեր ունենք ցորեն եմ ցանել, հետո գալիս է գորանին, հնձելը, հետո հացքը թխեմ, հետո արդեն ծիսակարգերով շարունակվում, չգիտեմ, այնտեղ տարբեր փուլերով։ Իսկ բառը մի հատ բացենք, ի՞նչ է նշանակում ցորեն։ Ց առանց 15 ի՞նչ է օր։ Ց օր։ Ց տեսություն, ց կյանս, ց այսինքն մինչև օրը։ Ոչինչ սկզբան է։ Որ խորհանում ենք բառը չի բացել իրոք Աստվածատուր ազգենք, որ ունենք մշակույթ, ունենք բառեր, բառերը հենց այնց չեն կազմված այս ազգում։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Տոլմայի փառատոնը, որը ինձ թվում է միասին արեցինք։ Այո, միասին արեցինք եւ ամենասիրելի Եվ տուրիստների համար եւ ազգի համար ամենասիրելի ֆեստիվալներից մեկն է։ Ճիշտ է, ես գիտեմ ինչ է նշանակում ուդուլի փառատոն, բայց շատ կխնդրեմ ձեզ, որ դուք ներկայացնեք մեր եթերից ինչի հենց ուդուլի, որտեղից է ծագումը գալիս, ինչի մենակ տոլման լինում է հայերի մոտ, այլ ոչ ուրիշ ազգերի մոտ, ու տոլմայի հետ կապված տարբեր բացատրություններ կուզենանք լսենք ձեզնից։ Նախ ես ուզում եմ օգտվելով առիթից այս տարվա տոլմայի փառատոնի մասին սկսեմ եւ շնորհակալություն հայտնեմ այն մարդուն, ով ամենաշատը չարչարվեց այդ փառատոնին եւ ուղղակի նույնիսկ ներդրման միջը շնորհիվ կայացավ այդ փառատոնը չզարմանաք դա Անի Նազարյանն է Մենք իր տանջանքը տեսել ենք Այո Անի Նազարյանի տանջանքը տեսել եք բացի այն որ բան նաեւ որոշակի դժվար երևույթներ կար միջոցների հետ կապված բան ամբողջը ինքը կարողացավ կազմակերպել եւ ուզում եմ ասել Անի շնորհակալություն ապրես դու կեցես Ինչու ուդուլի վայրի խաղողի անվանումն է ուրարտերենով Այստեղ ես գիտեք գրականության մեջ ասում եմ տոլին է ուրարտերենով խաղողի տերևը բայց եթե ուդուլին է հիմքը եւ ուդուլից է սղվել դայի ու դի տարբերությունը ես այդքան էլ չեմ կարևորում ճիշտ ասած հիմա միգուցե լեզվաբանները ինձ քննադատեն չգիտեմ այսինքն դոլման նույնպես այստեղ այս իմ կարծիքով սա կեղծ օրակարգ է գծված տոլմա թե դոլմա հա որովհետև տեսեք պատմությամբ էլ եկած է ինչ են ասում դալմայի այգիներ ես այդ հարցը ուզում եի տալ դալմայի այգիների հետ կապված խաղողի այգիներն են դրանք Ընդհանրապես մեր իրականության մեջ այգի միայն խաղողի այգիներին էին անվանում։ Մնացածը այլ տանձուտ, խնձորուտ, չգիտեմ ինչ եւ այլ։ Եվ սա հենց տոլին է, խաղողի տերևն է ու միսը, մալ։ Բայց այստեղ կրվանը ինչ Էլի բառը բացվում է ահագին։ Այո։ Հիմա ինչ են ասում մեր հակառակորդները, որ դա խաղողի հետ չի կապված, այլ դոլդուրմախ բառն է, որը լցոնված է նշանակում։ Հա։ Շատ լավ, եթե դա այդպես է, ապա դալմայի բաղչեն ինչ է, լցոնված բաղչը, ապա իրենք ունեն թուրքերը Ստամբուլում այնտեղ մի ապարանք ունեն, սուլթանի ապարանք, որը կոչվում է դոլմա բաղչե։ Մեր նախորդ հաղորդման հյուրի հետ քննարկում էինք հենց այդ Տոլմա բաղչեի մասին վերաբերյալ, որ Ճարտարապետը հայ է։ Այո, Բալյանն։ Այո, հիմա դոլման պարզա խաղողն է, բա բաղչեն
Այդ որ ասում ենք ներողություն, այգին բաղջան այգին է։ Հիմա այդ դոլման լցոնած այգի է նշանակում թե խաղողի այգի։ Իրանց բանով։ Իրանք ինչ է, այդ ապարանքը լցոնած այգի է կոչվե։ Այստեղ կարևորը այնա որ իրենք ուզում են խաղողից կտրեն դրանք։ Որտեղ մի քանի տարի հետո կաշխատեն խաղողի մասով էլ կեղծ բաներ կներկայացնեն, բան կանեն, բայց այս պահին իրանք գոնե խաղողը հասկանում են, որ դեռ հասու չի իրենց, որովհետև տոլման մեր տոնածիսական կերակրատեսակներից շատ կարևորագույնն է եւ մատուցվել է խաղողորնեքի տոնին։ Խաղողորնեքի տոնին միայն տոլմայացի խաղողացին կերակուրներ են մատուցվել։ Այդ թվում տոլմա, այդ թվում այնտեղ շարոց, շփոթ, չգիտեմ, այլ ինչ որ խաղողից են պատրաստվում։ Եվ եթե մենք այս կամ այն կերակրատեսակի մասով ինչ որ բաներ ենք տեսնում վիճահարույց, դա նախ եւ առաջ տեխնոլոգիապես պիտի ուղղակի այդ տեխնոլոգիական շղթայով գնալ միշտ մթերք տեսնել թե այդ ինչ մթերքներից են, եթե դա էլ չի բավարարում, եթե այս կամ այն կերակուրը ունեն ծիսական նշանակություն, այստեղ վիճարկել պատկանելությունը ուղղակի քամիների դեմ կռվին է նմանվում։ Դա լուրջ տոնածիսական կերակրատեսակ է եւ առկա է մեր բոլոր տոներին։ Եվ պահքի ժամանակաշրջանի, եւ ուտիս ժամանակաշրջանի։ Եվ գիտեք ինչ, լավ, մի հայ տուն բացեք եւ ասեք տոլմա կարող ենք պատրաստել, տոլմա կարող ենք եւ հարցը իր պատասխանը ունի եւ վերջ։ Այդտեղ բան չկա ասելիք։ Բայց մի այլ հանգամանք կա։ ՅՈՒՆԵՍԿՕ եւ այլ տես միջազգային կազմակերպություններ կան, որոնք հանձն են առել այս կամ այն ժողովուրդներին վերագրել կամ հաստատել իրենց մշակութային ժառանգությունը։ Լավ են արել, խնդիր չկա, այս բան չեմ ասում։ Բայց արդյոք ՅՈՒՆԵՍԿՕ-ն պիտի հաստատի կամ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պիտի հուշի թե այս կամ այն երևույթը ժողովրդական պատմություններ կան, պատմվածքներ կան, ազգագրական նյութեր կան, դրա մասին են խոսում, ինչի մասն է խոսքը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն շատ լավ էլ գիտի թե որում նա պատկանում իհարկե։ Իհարկե։ Ես ասեմ, որ թեման որ փակենք 17 թվականին միջարդ մեր տոլմայի փառատոնը 11 թվականից ենք մենք սկսել։ Այդ ժամանակ Ադրբեջանի նախագահը հանդես եկավ իրենց ազգային ակադեմիայի ազգային ակադեմիայի շենքի բացման օրը, հանդես եկավ 11 թվականին։ Եվ նշեց, որ հայերը պատմությունը կեղծել են, գողացել են, այդ նաև խոհանոցը, տոլման ընդհանրապես չգիտեն, յուրաքանչյուր հայ կանգնեցնես հարցես տոլման ինչ չի կարող ասի, եւ յուրացրել են մեր տոլման։ Ես այդտեղ պարզ դարձավ, որ այդ թվականին ինքը հրահանգ իջեցրեց, որ տոլմայի մասին մտածեն իրենք։ Եվ սկսեցին աշխատել պատմությունը կեղծելով 17 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ով անցկացին տոլմայի մի տարատեսակը, պատրաստման ձևը իբր բնորոշ է Ադրբեջանում ապրող ժողովրդին։ Հիմա մենք խնդիրը դրա հետևյալ ձև կարող ենք լուծել։ Մենք կարող ենք մի քանի ազգերով միանալ եւ հայտ ներկայացնել, որ մենք էլ ունենք դրա մշակույթը։ Այնպես ինչպես լավաշի ամրագրումից հետո 7-8 երկիր միացան եւ իրենք էլ դիմեցին, իսլամական երկիրներ են ասում ասում։ Եվ դիմեցին եւ ասին, հա դուք էլ ունեք տապակած։ Հիմա մենք դրա հնարավորություն ունենք այդ ունենք մեր ծրագրի մեջ համախմբել, դա իհարկե պետական գործառույթ է, բայց շատ հնարավոր է, որ մենք կարողանանք հույներին, Հունաստանը կլինի, Կիպրոսը, Վրաստանը, Բուլղարիան, Ռումինիա եւ այլ այդ երկրները պատրաստում են այդ, եթե մենք կոլեկտիվ հայտ տանք, որևէ խնդիր չկա ամրագրվի։ Տոլմայի փառատոնի մասով նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր խմբին, որովհետև իրոք զարդարվեց տոլմայի փառատոնը, համահունչ էր ամեն ինչ։ Մենք շատ ուրախությամբ պետք մասնակցել ենք։ Որքան էլ որ անձրևը խանգարեց, այո, բայց մեզ անձրև չի խանգարի։ Այո, մենք այդ փառատոնը 3 տարի չէինք արել, հիմա պիտի շարունակենք, որովհետև այդտեղ մեկտեղվելու, համախմբվելու, մշակույթի մասին եւս մեկ անգամ խոսելու առիթ է։ Միանշանակ, մի հատ ուրիշ հարցել տոլմայի վերաբերյալ, տեղանքային ինձ թվում է տարբեր են, չէ, եղել պատրաստման եղանակները, որտեվ օրինակ Տիգրանակերտի տարածքում հիմա էլ ինչքան էլ իրանք վերագրում են իրանց, բայց երբ որ գնում եմ Տիգրանակերտ, այսինքն Դիարբեքիր, այնտեղ վաճառքի կան, օրինակ
չորացրած բադրջաններ, չորացրած բիբարներ, որոնք որ միշտ ինձ թվում է այդպես է, որ հատուկ հենց տոլմայի համար են պատրաստված, որ ձմռանը թրջեն ու լցոնեն, հա։ Այո։ Հայկական ինչ որ կողմ ունի դա, թե իրենցն է։ Եթե մենք շատ խորքային նայենք, ռոլիկն էլ, սմբուկն էլ էնդեմիկ հայկական կամ տարածաշրջանային բանջարեղեններ չեն, դրանք տեղայնացված բանջարեղեններ են, բայց դա նորմալ երևույթ է ընդհանրապես խոհարարության մեջ որոշ մթերքների տեղայնացումը եւ դրանցով կերակուր պատրաստելը։ Հիմքը խաղողի տերևն է մեկը։ Հա։ Այո։ Բոլորը խաղողի տերևով են սիրում։ Իհարկե տարատեսակները տարբեր են, մեր մարզերում էլ, նույնիսկ մեր 10 մարզերում մենք հավաքչություն ենք իրականացրել եւ տարբեր մարզերում տարբեր մոտեցումներ կան, պատրաստման, մատուցման, նույնիսկ սոուսների տարբերակներ եւ այլն, լցոնների տարբերակներ, ինչի մեջ լցոնված, ինչով փաթաթված տեսեք մրցույթ կար փառատոնի շրջանակներում 6-րդ ուսումնարանը հաղթեց եւ գլխավոր մրցանակը վերցրեց նրանք մի տարբերակ էին ներկայացրել փոքրիկ տոլմաներ էին փաթաթել եղինջի տերևի մեջ եւ դրանով հավաքել էին խաղողի այս վազը իր այդ ոչ թե վազը այլ ողկույզը խաղողի դրանով փոքր բաներ էին հավաքել այսինքն տարատեսակները շատ են Երևի ավելի շատ ամեն անգամ ուշ գնալուց տեսնում եմ որ իմ արմատները մուշից են այսինքն գավառ մարտունի ու մուշի հետ կապված դե գավառ մարտունու կողմը շատ կաղամբ սիրող ազգ են ու մուշում կա կաղամբի արձան մեծ արձան ու մտածում եմ մուշի Ալաշկերտի ժողովուրդը այսինքն հիմա էլ այնտեղ ապրում են բայց օրինակ թուրքերը կլինեն քրդերը կլինեն թե ծպտյալ հայեր կլինեն ամեն դեպքում կաղամբի հանդեպ այդ սերը կա տարածքային ու երևի այնտեղից է եկել արդեն կաղամբով տոլմայի պատրաստումը Չգիտեմ, չեմ կարող ասել, այստեղ տեսեք, ես կարող եմ նշել, որ Ալաշկերտի ամենահայտնի տոլման, որը հիմա եւ Մարտունիում են պատրաստում եւ ապարանի որոշ շրջաններում, դա կանեփով տոլման է, անմահական։ Այո, անմահական, կաղամբի մեջ է փաթաթվում, որը բրենդավորվել է, այսպես ասենք նրա հանրարչակումը կա եւ գույնից սկսված այո հատուկ մոտեցման շնորհիվ է որ ասում են դրսի կաղամբ են կանաչ կաղամբը պիտի լինի որ 2-3 օր մշակում են կանեփի այդ հյութը եւ շատ լուրջ երևույթ է այդ սոուսը շատ լուրջ սոուս է հա շատ լուրջ սոուս է եւ տարբեր մարզերում տարբեր օրինակ ինձ միշտ հարցնում են ամենահնագույնը որն է իմ կարծիքով մսի հնագույն մշակման եղանակը դա ծեծելն է այդ որ քյութան կոլոլակը եւ ամենահնագույն տոլմաներից մեկը հենց ծեծած մսովն է որը պահպանվել է շատ ավելի եւ մի այլ վայրերում էլ է պահպանվել բայց տեղեկությունը կա Գորիսի տարածաշրջանում ավելի շատ պահպանվել ծեծած մսով տոլմա Ինչ որտեղ հա ես հիշում եմ որ ձեր եթերներից մեկի ժամանակ կարծեմ մենք միասին ենք այդ եթերին եղել եթե չեմ սխալվում նաև դուք վարկած ներկայացրեցիք այսպես որ քոչվոր ազգը ոնց պետքա տոլմա եփի եթե տոլման ժամանակա իրանից պահանջում ու պետքա հագին չխառնվի ու մնա չէ հիշում եմ որ այդպեսի մի բան եք ներկայացրել Սուսաննա ջան քոչվոր կենցաղը նույնպես մշակույթ է Այդ թուրքերն ու ադրբեջանցիներն են, որ փախչում են դրանից։ Օրինակ, եթե դուք ղազախներին եւ այլ մյուսին որ բան, իրանք հպարտանում են, որ իրանք մշակույթ, իրանք կենցաղը, այո, իրանք կենցաղը քոչվոր մշակույթ է եւ դա իրանք համար նորմալ է։ Այո, բաներ կան, որ այնքան էլ բան չեն։ Օրինակ ապուր ընդհանրապես այդ քոչվոր մշակույթ ունեցող ազգերը շատ ապուրի տարատեսակներ չունեն։ Դա բնորոշ չի դրանց։ Բնորոշ չի աշխատատար կերակուրները, բնորոշ չի այդ մթերքները, որից որ պատրաստում է կերակրատեսակը, ոնց խաղողը, այսինքն որտեղ պիտի։ Երբ փոխկապակցված նաև իրանց բնորոշ չի սպասքագործությունը։ Այո, իհարկե։ Ես դրա համար եմ ասում, մեր տոնացիական կերակրատեսակների համակարգը
ամբողջությամբ ցույց է տալիս մեր պատկերացումները, մեր աշխարհընկալումը, մեր ընդհանրապես արտաքին աշխարհի հետ շփվելու կարգը, ձևը եւ նպատակները։ Շատ կարևոր են ամբողջը, որ համակարգվի։ Մեկ էլ մենք մեր զրույցից առաջ խոսում էինք հարսանեկան ծիսական այդ պատրաստումներից կերակուրների, որ դուք նշեցիք, խնդրեմ մի հատ էլ եթերով նշեք։ Ուրեմն Վայոց ձորում մի ավանդույթ կա, ըստ որի հարսանեկից առաջ տոլմայի պատրաստման արարողակարգը իրականանում, կանայք հավաքվում են, տոլման պատրաստում են, խճողակն են անում, եւ այդ խճողակի ժամանակ երգում են, եւ նաեւ նշում են, որ խճողակը ինչ որ չի խառնվում, եւ քավորակինն է հայտնվում, քավորակինը նվերներ է բաժանում պատրաստողներին։ Խճողակը պատրաստելուց հետո սկսում են փաթաթել եւ էլի նորից երգով եւ խաղերով հասկացնում են, որ լավ չի փաթաթվում եւ այլ եւ այլն, այդ ժամանակ մոտենում է քավորը եւ քավորն է նվերներ բաժանում ու տոլման վերջապես սկսում է պատրաստվել, հատկապես սա հարսանեկան տոլմաններն են։ Ես այնքան կուզենայի, շատ կուզենայի, որ այդ ավանդույթները պահպանվեն, վերականգնվեն, պահպանվեն, որովհետեւ այո, տոլմա այնուամենայնիվ բոլոր մեր ընտանիքներում պատրաստում են, բայց բոլոր հարսանիքներին չէ որ տոլմա մատուցվում է որպես տոնական կերակուր, ցավոք սրտի։ Ես չեմ հիշում, որ հարսանիքներին տոլմա մատուցում կան, դե որոշ մարզերում կան։ Հա, ես Մարտունու կողմը գիտեմ, որ կանեփով տոլման պատրաստում են հարսանիքները։ Այո, սառը որպես բան, ուտեստ։ Ավելի աղանդերի պես երևի։ Այո։ Հարսանյաց հանդեսները, հարսանյաց ծիսակարգը ցավոք սրտի կամաց դեպի ոչ հայկականացում է գնում, ցավում եմ ես դա։ Երաժշտությունից սկսած խոհանոցից վերջացրած։ Գիտեք, ես մի բան ասեմ, ես վերջերս հատկապես ես շատ չեմ սիրում մասնակցել հարսանյաց հանդեսներին։ Երբ որ գիտեք, նստում եմ ու ես գիտեմ այ սա երկեց, սրանից հետո սա են երգ դնելու, սրանից հետո սա է երգելու ու սրանից հետո գնալու է մարջանջա։ Ես ուղղակի ուզում եմ մեր հասարակությանը հիշեցնել, հարսանիքը դա ընդհանրապես ընտանիքը դեզերքի ամենակենսունակ բջիջն է։ Հարսանիքը դա այդ դեզերքի կենսունակ բջիջի ստեղծման առաջի օրն է։ Եվ այդտեղ աղավաղել կերպարը, դիմագիծը հիմա ինձ ասեք հին մարդ ես, այո, ես հին մարդ եմ։ Չէ, մենք էլ ենք այդպես կարծում։ Մենք էլ ենք հին։ Բայց դուք այդ ընտանիքի հիմքը դնեք ռուսական ռաբիզ երգի տակ, ռուսական ռաբիզ։ Ինչ պետքա դառնա այդ ընտանիքը։ Դուք այդ պարը դնեք, չգիտեմ ինչ պորտապարերով, ինչ կերպար եք ակնկալում այդ նոր ձևավորող ընտանիքից։ Ինչ եք ակնկալում։ Սիրելի հայրենակիցներ, հարցը ընկալման մեջ է։ Մենք բոլորս հենց այնպես ուղակի ծնունդ չենք։ Մենք բոլորս ծնվել ենք համապատասխան առաքելությամբ։ Եվ մենք ուղղակի պարտավոր ենք այդ առաքելությունը ընկալել եւ այդ առաքելությունը մեջևերջ տանել։ Բոլորս, հավատացեք, բոլորս մի առաքելությամբ ենք ծնվել։ Եվ մենք, գիտեք, մենք տարբերվում ենք մեկս մյուսից տեսակները, ազգերը, ոչ թե հավատքով կամ չգիտեմ ինչով, պատկանելությամբ։ Մեր ծագմամբ ենք տարբերվում։ Ծագումից հետո այո հավատք եւ այլ, բայց կարևորը ծագումն է, թե մենք ով ենք ազգությամբ։ Եվ մենք շատ ուղղակի պարտավոր ենք մենք պահպանել մեր ավանդույթները։ Հիմա հարցը Սանա ջան, ձեզ էլ են 100%-ով շատվել։ Հենց խոսում ես ավանդույթներից, սկսում են տրեխներով ման գանք, չգիտեմ, ով է ասում տրեխներով մանեք։ Մենք տրեխներով ման չեն գալիս, բայց ներկայացնում ենք ազգային։ Բայց կարող ենք մենք ամեն ինչի հիմքում սերը դնել։ Միանշանակ։ Գնում ենք իրականում պարակտման տարբեր հարցերում, պարակտումը շատ է հիմա ազգում, ու մի քանի օր մտածում եմ հենց այդ ուղղությամբ, որ անիմաստ պարակտումը, այսինքն մեկը մի հատ բան ասեց, անիմաստ բան ասեց, մյուսը կռիվ է սարքում ու վերջ գնաց։ Մենք ցավոք սրտի քաղաքականացվել ենք բոլորս, իհարկե քաղաքականություն մեջ ենք, մենք կյանքը հենց ինքը բան է քաղաքականությունը, բայց այդ կյանքի մեջ իմ քաղաքականությունը սկզբից մինչև վերջ կապված է խոհանոցի հետ։ Իմ քաղաքականությունը խոհանոցն է։ Բայց մենք գիտեք ինչ, խոհանոցի մասին նույնիսկ որ կարծիք են հայտնում, ես մարդկանց չեմ կոպտում։ Ուր մնաց թե քաղաքական կողմնորոշման ժամանակ մոտիկ մարդիկ մեկը մեկին հուշում է թե ինչ անի։
թե ինչ ոնց կողմնորոշվի, շատ ներողություն, ուրեմն ձեր մտածելով մենք մտածել ուղեղ չունենք, թե որ բանը ոնց կարելի է հասուն մարդուն ուղղորդես կամ ասես կամ համացանցում նայում ես, եթե այսպես է, ապա էլ ընկեր չենք, եթե այն վայ, բա տենց ոնց կլինի։ Ես ուզում եմ իմ բոլոր ընկերներին նախ կոչ անել, որ մենք ամեն մեկս մեր աշխատավայրում պիտի աշխատենք նվիրաբար եւ ամեն մեկս մեր աշխատավայրը պիտի համարենք խրամատ եւ այդ խրամատում մնանք միջև վերջ եւ հասկանանք որ պայքարը ոչ միայն սահմաններում է ոչ միայն չգիտեմ պայքարը նաեւ մշակույթի դաշտում է եւ մենք ամեն մեկս մեր խրամատը պիտի պինդ պահենք եւ մեր մշակույթի միջոցով առաջ տանենք մեր ինքնությունը միանշանակ անցածյուրի հետ խոսում էինք, որ մշակույթը հանես տակը ինչ ամնում։ Ոչ մի բան, քամու, ամենաթույլ քամուց օրորվող ինչ-որ մի բան։ Մշակույթը մեր արմատն է, մշակույթը մեր դիմակիցն է, Ունենք մշակույթ, որ 1000 տարվա չի, 2000 տարվա չի։ Չգիտեմ, որ խորանաս երևի 15000 տարի կարող ես հետ գնալ։ Այո, եւ գիտեք, մենք պիտի անցալենք, որ մենք լույսի մարդն ենք։ Մենք ան եզակի ազգերից ենք, որ իրար ողջունում ենք, ասում ենք բարի լույս։ Չենք ասում բարի առավոտ, բարի կեսօր, չի, բարի լույս։ Մենք պիտի անցալենք, որ հյուրընկալման դից եզակի դից են մենք այդ եզակի մարդկանց ենք որ այսինքն հյուրը մեզ համար գնահատված մարդ է հաստատություն ենք ունեցել հյուրընկալման այո մենք ուղղակի գիտեք ինչ ես մի բան եմ նկատել Սուզանա ջան մենք իրար գովաբանում ենք մեռնելով մեռնեմ ջանիդ մեռնեմ սրտի ցավատան այ եղբայր վերևում վերջը ինչ անվանում ուզում եք տվեք բարձրյալին վերջը ինչ ասում են գնում հասնում է բարձրյալին իսկ մենք առավոտից իրիկուն մեռնել ենք ցանկանում ոնց կարելի է սիրել երեխային ասել մեռնեմ քեզ բայց այդ երեխայի համար չես կարող դու ապրես դու պիտի ապրես այդ երեխայի համար ինչ ես մեռնում առավոտ շուտ ձայնդ գնում է վերև եւ վերադառնում է քեզ սա ինչ սիրելու ձև է Սա ինչ բան է, կրկնօրինակում ենք, բարի կեսօր, չգիտեմ, բարի կեսգիշեր, չգիտեմ ինչ, բարի լույս, լույսն են անպայման մեծատառով։ Դե կարծում եմ մի քիչ մեր աշխարհագրական դիրքից է գալիս, որ միշտ ինչ-որ պատերազմների մեջ ենք եղել ու հերոսը կամ հերոսացված մարդը միշտ ոնց որ այն մարդն է եղել, ով որ ոնց որ պատրաստ է եղել ազգի համար զոհվելու, բայց հերոսը անպայման պիտի մահանա։ Չէ, իհարկե, հերոսը պարտադիր չի, որ միշտ մահանա, ու ցանկալի է հերոսը չմահանա, որովհետև հերոսների կարիք բոլորս ունենք, ոնց որ գաղափարային հերոսների կարիք բոլորս ունենք։ Իմ տպավորությունը կարող է սխալ է տպավորությունս կամ սխալ եմ ենթադրել, որ այդ մեռնեմ ջանիդ, մեռնեմ սրտիդ, ամեն դեպքում այդ հերոսացված մարդիկ, քանի որ մեր մոտ միշտ մահացած են եղել, որովհետև մենք չենք սիրում կենթանության օրոք ինչ որ արժանինքների մասին մարդու խոսենք որ դու օրինակ այս մի բանը շատ լավ ես անում ապրես որ դու այս բանը շատ լավ ես անում չէ այդ մարդը կմեռնի նոր դրանից հետո կասենք բայց գիտեք ինչ կես մարդն էս լավ էր այս մի բան անում կյանքդ սիրեմ չգիտեմ ինչ որ արտահայտություն մեռնեմ կյանքիդ մեռնեմ սրտիդ մեռնեմ քեզ Չէ, բայց մեր երգերի մեջ իրականում իրար սիրելու շատ հետաքրքիր ձևեր կամ արդիկ թող լսեն հայկական ազգային երգեր ու տնան թե ոնց կարելի է երգերի մեջից գտնել իրար սիրելու մասը։ Ես մի քիչ առաջ մտածում էի Մեռնեմով ունենք, հա, մի երգ կար Մեռնեմով Աշոկ Շահյանի գրված երգերից, որ Մեռնեմ քեզի անուշմար է, բայց դա լաշուղական երգ է։ Դե իրականում մեռնելը չափազանցության բանն է, էլի ոնց որ այնքան շատ եմ սիրում ես քեզ որ ինքնազոհության այդ ինչ որ դրսևորում է որը մահին են հավասարեցնում կարող է ինչ բայց այնուամենայնիվ ես օրինակ իմ համեստ հասկացողությամբ եւ իմ համեստ դերակատարմամբ միշտ կոչ կանեի որ մենք փորձենք սիրել ոչ թե ասել մեռնեմ ջանիդ այլ կյանքդ սիրեմ կյանքդ արևոտ լինի արևշատ լինի Սենց ինչ-որ բաներ ասենք, որտեղ գիտեք այնուամենայնիվ կամ ամեն առավոտ ինչ-որ մի բան բարձրալին ուղարկենք։ Տեսեք, մի հետաքրքիր բան կար։ Մեր լուսահոգի Սոս Սարգսյանը ինչ էր ասում։ Իմիջիայլոց բախտ եմ ունեցել վերջի տարիներին հատկապես շատ հաճախ հանդիպել եւ ինձ համար դա
շատ լուրջ եւ շատ լուրջ պատմություն է։ Ասում էր ծնված օրից ման են գալիս հրաշքների։ Ամեն օր հրաշքի հետ շփվում ենք, բայց չենք գիտակցում։ Ոնց, ասենք, ամեն օր հրաշքներս բացում ենք ու լույս ենք տեսնում, դա հրաշք չի։ Բայց այդ հրաշքի համար մենք ասում ենք մեկին շնորհակալություն։ Ներնգա ժամանակ մենակ։ Հələ տեսեք ինչ հասարակ բան է, մարդը, այդ հզոր, այդ ժայռը, այդ ընդհանրապես այդ ազգայնականությամբ, մեր այդ պատմությամբ ներծծված այդ մեծ ժայռը ինչ փոքր բանի վրա է ասում, սա հրաշք է, զգացեք ու երջանկացեք։ Հրաշքա լույսը, տերևից շարժը, չգիտեմ, արևը, բալիկի ծնունդը։ Այո, դա հրաշք չի։ Իհարկե։ Մարդը իր կերպարով ունենում է իր երեխային։ Ուրեմն պիտի այդ երեխայի համար մենք ապրենք։ Եվ չասենք մեռնեմ ջանիդ ու գնանք մեռնենք։ Ասենք ապրեմ կյանքդ, սիրեմ կյանքդ ու պահենք ու փայփայենք։ Եվ շատ կարևոր է, որ մենք շատ հիշենք հատկապես մեր մեծերին։ Շատ կարևոր է, որ մենք աշխատենք մեջ բերենք որտեղ մեր մեծերի արտահայտությունները այդ մեր հողեղեն պատմությունից է, մեր անցյալից է, ուրիշներին է չի, ուրիշները այլ կյանքով են ապրել, այլ ճակատագիր են ունեցել։ Ձեր հետ համաձայն եմ, բայց ըստ վերջերս էլ ինչ որ տենց բան եմ նկատում, որ երբ որ մեր մեծերից ինչ որ մեկին փորձում ես ցիտես, եթե նամանավանդ ինչ որ մի բան կապված ազգայինի հետ, քեզ ավտոմատ դարձնում են ինչ որ դաշնակ կամ ինչ որ այդ թեմի մարդ։ Չգիտեմ, բայց կարող է ուրիշ կոնտեքստում ուրիշ բան էր ասում, բայց եթե ինչ որ մի հատ արտասահմանցի գրողի կամ երգիչի ասածն ես մեջ բերում, դառնում ես շատ ցիվիլ, կիրթ, կարդացած գրագետ մարդ։ Ինչ որ մեր մոտ հակակրանք կա մերի դեմ։ Հակազգայինի, հակա տենդենսը կա, Ես բայց շատ կարծում չի։ եմ, որ մեծեր կան, որոնց այս կամ այն կուսակցությունը վերագրելը ուղղակի տեղին չի եւ որևէ կուսակցություն իր ամբողջ պատմությամբ չի կարող այդպիսի մեծեր ունենք մենք, այդպիսի մեծերի մասին եմ ես խոսում։ Դե նույնը Հրանտ Մաթևոսյանի խոսքից կարող եմ մեջբերես, ասեն հալավ դե Հրանտ Մաթևոսյանը չէր որ դարավ բան, ինչ որ կուսակցական կամ ինչ որ քաղաքական գործի պաշտպանեց։ Հա, բայց ասածը սենա որ մեր մոտ այդ չգիտեմ, այդ պարակտում չասեմ, բայց իրար հանդեպ եթե քո մտքերին հակառակ է չհարգելը դիմացինին շատ մեծ է, էլի։ Ու ոնց որ նվաստացնել այդ մարդու արած բոլոր լավ բաները, էլի, եթե ինքը всё մի բան արեց, որը որ քո սրտով չի, իր արած ամենին զրոյանում այդ բան։ Հիմա ես իհարկե շատ երբեք ընդհանրապես քաղաքական մեջ չեմ եղել եւ քաղաքական տես բաներին չեմ մասնակցել, բայց ցավոք սրտի հիմա այնքան է քաղաքականացված մեր հասարակությունը եւ հատկապես մշակույթի մարդիկ նույնիսկ զսպվածությունն են կորցնում, մտածելով, որ եթե իրենք կամ նախկինում կամ հիմա կամ շատ անցյալում մի կողմնորոշում էին ցուցաբերում, բոլորը հավանում էին այդ կողմնորոշումը։ Եթե իրանց չեն զգուշացրել, ուրեմն հավանել են, համամիտ են եղել։ Այ հիմա եթե որևէ մեկը իրենց քիմքով չի, իրանք պարտավոր են ասեն ուրեմն դուք էս ինչ Իրենց մեծագույն կարծիքը։ Այո, գիտեք, կարծիք ունենալը դա Աստծո տրված Աստծուց է եւ բոլորը կարող են կարծիք ունենալ։ Կարևորը որ մենք չկտրվենք մեր արմատներից։ Կարևորը որ մենք կարողանանք մեր շրջապատում տարածել հայկականություն, հայերեն մտածել։ Բոլորն էլ գալու են ու գնան։ Այո, հայերեն մտածելը, հայերեն ապրելը ոնց ենք մենք ինչ ենք հասկանում հայերեն ապրելով։ Դե մեզ իրականում շատ են, ախր ասում, թե եղել է կոմենտ գրեն Instagram-ում, դե մենք 2026 թվին ենք ապրում, հիմա այդ, չգիտեմ, 1900-ականների բաներ եք ասում, կյանքը փոխվել է եւ այլն, բայց երբ մարդուն պատասխանում ես, ասում ես, օքեյ, թվականը փոխվել է, մեկ էլ հարմարություններն է փոխվել, օրինակ այն ժամանակ էշ ա եղել կամ ձի, հիմա մեքենա է, չի նշանակում որ Թշնամին նույնն է մնացել։ Կյանքդ փոխվել է, էլի։ Պայքարի ձևը նույնն է, տարբեր բոլորը համաձայն են, չէ՞ որ մենք պիտի ուժեղանանք, ուժեղ լինենք։ Իսկ ուժեղ լինելու ինձ համար գոնե ես ձևակերպել եմ հետեւյալ մի 4 կարևորագույն նախադրյալ։ Ինձ համար կրթվել, կարգապահ լինել, հող մշակել եւ շատանալ։
Սա կախված է որևէ մեկից Չէ։ մարդու համար։ Ամեն մեկը դրա մասին կարող է չէ խոսել, անել դա։ Եվ որպես հավաքական մեր մտածելակերպ որևէ այլ հավաքական ինչ որ կայացած պետությունից կախված չէ դա։ Դա ինչ որ կուսակցական բան չէ։ Մենք պիտի կրթված լինենք, թե ոչ։ Կարանք ասենք ընտանեկան դաստիարակություն, բայց ավելի շատ մարդուց է գալիս, էլ այդ մարդը ուզում է կրթվի թե Այ ոնց են կրթվում, այդ ուրիշ բան է։ Ոնց է եւ որ Մեջդեն ասում էր մեր ազգի ապագան փնտրենք մեր մայրերի ափերի մեջ, էդի նկատի ուներ։ Սարսափելի վատ բան է անկիրթ մայր ունենալու։ Սարսափելի կործանարարած է։ Անկիրթ մայրը մեր ազգի դավաճանն է ուղղակի։ Ճիշտ է։ Սրա մասին է խոսքը։ Իսկ կարգապահության մասին ինչ խոսենք։ Հիմա մենք ինչ որ բան կա, օրենք Մանկապարտեզներում կարող ենք տեսնել մեր ազգի ապագան, երբ որ կամ առհասարակ փոքր բալիկների հետ շփվելուց կարող ենք տեսնել մեր ազգի ապագան, որ երեխեքի մեծ մասի ձեռքը հեռախոս է, մեծ մասը մի ուղղությամբ են գնում իրենց համար կամ մի հատ հեռախոս, մի հատ ճառագայթումը կամ չգիտեմ ուրիշ բան չեն տեսնում։ Վատ լեքսիկոն ուտելուց էլ մենակ փլավ։ Հիմա իմիջալս Խոհանոսի վերադառնանք, որտեղ Խոհանոս ավելի հետաքրքիր է։ Տեսեք, շատ առիթը բաներ է Սուսանա ջան։ Մենք ներկայացրել ենք կառավարությանը ազգային խոհանոց զարգացման ռազմավարական հայեցակարգ, որը շատ ծավալուն, շատ մեծ նախագիծ է։ Եվ հիմա իհարկե որոշ դետալներ առանձին առաջ ենք տանում, որովհետև դա շատ ծանր մեր բյուջետային բան է։ Այնտեղ հենց մենք նշել ենք, որ մեր խոհանոցը պիտի դասակարգվի ըստ նշանակության, որտեղ պիտի լինի անպայման մանկական սնունդ առանձին։ Այդ ոչ թե մանկական այնա որ էժանա եւ այլն մի քիչ հաց ու կալբաս եւ այլ իրոք մանկական սնունդ, լինի զինվորական սնունդ, լինի սպորտային սնունդ, լինի պաշտոնական, արարողակարգային սնունդ, որ մեր պաշտոնյաները երբ որ հյուրընկալում են այլ երկրի պաշտոնյաներին, հատուկ սնունդ, որը ցույց կտա մեր մշակույթը, մեր դիմագիծը։ Իսկ այդպես այդ հնարավորությունը ունենք մենք։ Տոնացիսական կերակրատեսակների համակարգը թույլ է տալիս շատ բարձր նոտայից սկսել սեղանի շուրջ խոսակցությունը մեր յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի։ Իսկ յուրաքանչյուր հանդիպան ժամանակ պաշտոնյաների ինչ որ մի առիթ է պետք որ խոսակցությունը սկսել։ Եվ մենք այս գործառույթը սկսել ենք եւ դա անպայման պիտի առաջ տանենք, պարտադիր մենք ուզում ենք տոնացիսական այդ համակարգը գիտեք բոլոր տոները մեր նախ ունեն նախաքրիստոնեական պատմություն, հիմք եւ այնտեղ կա եւ պար, եւ երգ, եւ խաղեր, մանկական խաղեր, ռազմական խաղեր եւ խոհանոց։ Այո։ Ամբողջ ասես մի համակարգ է յուրաքանչյուր տոնը։ Այս տոնները, եթե մենք կարողանանք հանրակրթական դպրոցներում որպես առարկա ներդնել, շատ ու շատ դեպքերում մեր հասարակությունը ես խոհանոցի մասով եմ ասում, արդեն եւ կրթված կլինի սնվելու առումով։ Մենք սնվելու առումով ընդհանրապես կրթված չենք։ Բացարձակ կրթված չենք։ Ընդհանրապես եւ կրթված կլինենք։ Եվ մենք հասկանանք, որ պատմությունը դա ոչ թե ուղակի ապրած տարիներն են, պատմությունը դա փորձն է, որը պիտի մեր հետ բերենք ու ցույց տանք ապագա երեխաներին։ Այո։ Այս դասակարգման այդ խոհանոցը պիտի անենք։ Մենք պիտի ազգային ամրագրված ազգային խոհանոց չունենք, պետականորեն գրանցված ազգային խոհանոց չունենք, հիմա ձեռնարկել ենք։ Հիմա մենք մշակույթի նախարարությունում ԿԳՄՍ նախարարի Տիկին Անդրեսյանի հետ հուշագիր ստորագրեցինք վերջերս։ Եվ մենք կամաց այդ ամբողջ այդ հայեցակարգի առանձին դետալները կամաց կյանքի են կոչելու։ Առանցքը այս պետականորեն գրանցված ազգային խոհանոցի արկայությունը պիտի լինի, որովհետև այն ինչ մենք նախատեսել ենք, դա պիտի ներդրվի մեր կրթական համակարգում, մասնագիտական կրթական համակարգում, եւ այն ինչ մենք նախատեսել ենք այդ ամփոփ քանակը կերակրատեսակների, որ առաջնային պիտի անպայման գրանցվի, դա այնպիսի կերակուրներ են, որոնք ոնց որ պատվեր է իջեցված գյուղատնտեսությանը, որ անպայման այս մթերքները պիտի աճեցվի, որ ներկայացվի ռեստորաններում եւ ռեստորաններում բան, այսինքն ազգային խոհանոցը իզորու է որպես քարշակ
իր հետևից տանելու գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, այլ ոլորտներ։ Միանշանակ շատ բաներ են իրար հետ փոխկապակցված։ Այո։ Հենց մեկը այս վերջի ֆեստին ներկա գտնվեցինք եւ երաժշտությունը եւ պարը եւ խոհանոցը եւ туриզմը ու նաեւ туриզմի մեջ երևի թե կներառվի պատմամշակութային վայրում այդ կատարելը, որտեվ Զվարթնոցում էր ու ինչքան տուրիստներ կային, որ հատուկ եկել էին նաեւ Զվարթնոցի տաճարը տեսնելու։ Անշուշտ։ Ու շատ կարևոր էր ու հետաքրքիր էր նաև այդ առումով, որ ինչքան բազմազանա ֆեստիվալ կազմակերպելը, նաև մի քանի տարի առաջ ես հիշում եմ, որ մենք մասնակցում էինք միասին ձեր կազմակերպած հայ-վրացական տոնախմբությանը, որն էլ իրենից եւ ներկայացնում էր սնունդ, այո, քաղաքականություն էլ կար ամեն դեպքում դրա մեջ, որովհետեւ եղբայր ազգերային, որ խոհանոցը, մշակույթը, պարերը, երգը, ամեն ինչ իրար հետ իրար կարող է նման լինել նաեւ։ Այո։ Կարող է, իհարկե, մենք դարերով տարազները սկսած ամեն ինչ։ Դե իրական դիվանագիտական հարցավորացիք ընդունելությունները, որ Հայաստանում արվում են, ներքին քննարկումներ շատ են ունեցել, համ հյուրերի, համ տարբեր մարդկանց հետ, ազգային երկու պարով զբաղվողների, որ օրինակ Հայաստանում գալիս է ինչ-որ մի հատ ուրիշ երկրի ներկայացուցիչ, տանում ենք իրանք ստեղ, չգիտեմ, ինչ-որ մի հատ ֆրանսիական սրճարանում կամ չգիտեմ որտեղ նստում սուրճ են խմում, վրացական ռեստորանում նստում խինկալի են ուտում, գնում են ջազ են լսում, չգիտեմ, օքեյ, մեր ջազը շատ սիրուն եւ հետաքրքիր է, բայց ջազ կարելի է լսել նաեւ Փարիզում, բայց օրինակ Կարինի ժողովուրդը ոչ միտեղ չի գնում պարում էլի Ֆրանսիայում, եթե Ֆրանսիան գալիս է, կարա տենա թե Կարինի ոնց որ պարողները ոնց են պարում կամ ակունքի երկիչների։ Բայց երևի դա մի փոքր ներքին ավելի օրինակ որ պատվարժան հյուրեր գան Հայաստան, մենք կարող է եւ չիմանանք թե որտեղ են սնվել, ինչ ռեստորանում, ինչ ցումա մի փոքր դիվանագիտական արարողակարգի մեջ սա կետարկետ ամեն ինչ նշված է լինում ու ոնց որ դու չես կարող այդ ամեն ինչը անցնես, բայց նախքին բայց հա երկիրը բացահայտելու համար պետք է առաջինը խոհանոց ուսումնասիրել։ Հին ժամանակներում հիշում եմ, որ տարբեր երկրի ներկայացուցիչներ որ գալիս էին Հայաստան, դες երևի 2000-ականների կեսեր կամ 2010-15 sense թվերին հիշում եմ, որ երբ որ գալիս էին Հայաստան անպարտադիր կար ինչ-որ կետ, որտեղ որ պետքա հայկականության հետ կապված ինչ-որ մի հատ բան լիներ։ Okay, հնարավոր է որ մարդը կեսօրով գար եւ այլն զուտ դիվանագիտական ժամանակի մեջ չտեղավորվեր, բայց եթե մարդը գալիս էր մենար գոնե մի օրով Հայաստանում, այնտեղ ինչ-որ մի բան մտցնում էին, էլի որ ահա նեսի հայկականն մի հատեսի կուտենք կամ մի հատես նես չի որ ամբողջությամբ այն այդ ամեն ինչը բան։ Ես որ ասում եմ տոնատիսական կերակրատեսակները, ինակատի ունեմ այն կերակրումները, որոնք հենց տիսական են եւ այս կամ այն տոնի հետ։ Օրինակ ամանորին մենք կերակուր ենք պատրաստում, որպեսզի աշխարհում խաղաղություն տիրի։ Հիմա սա որ մենք դնենք այս կերակրատեսակը մեր պաշտոնական արարողակարգային սպասարկման մեջ ու պարտադիր չի որ այդ կերակուրը մեծ փոքր եւ այդ մեր պաշտոնյան ներկայացնում այդ կերակուրը, ասում կա, հեսա տիսական կերակուր է եւ ամանորին պատրաստում են որ աշխարհում խաղաղություն տիրի։ Այսինքն արդեն խոսակցությունը այլ դաշտ է տեղափոխվում, արդեն խոսակցությունը գնում է որ մեր պաշտոնյան վերևից արդեն մարդասիրական աստվածահաճո ինչ որ դիրքից է խոսում մեր հյուրի հետ։ Այն մյուսը այլ տիսական նշանակություն ունի, այն մյուս կերակուրը այլ նշանակություն ունի եւ այլն։ Այս ամբողջը, բանը ոնց որ պարերը կամ երգերը ունեն, իրենք տանում են կոնկրետ հատուկ պարեր կան, մարդասիրական բոլորը ամբողջությամբ։ Բայց ես վերջերս ավելի մասնավոր սեկտորում եմ տենում, որ երբ որ ինչ-որ ֆորումներ են կազմակերպում, որ քիչ թե շատ միջազգային նշանակություն ունի, մասնավորը, հա, իրենք փորձում են ազգայինը բերեն, նախ որովհետեւ ազգայինը ավելի հետաքրքիր է, այդ մեն ինչ որ մարքեթինգային մտքերը վերջացավ էլի, այն միջազգային մտքերը, որ վերցնում օգտագործում են, հիմա հետանակել էլի ազգայինին, էլի։ Այդ մասնավորում շատ եմ նկատում, որ իրանք փորձում են հայկական ազգային համ, չգիտեմ, կլինի երաժշտական խմբեր, պարային խմբեր, թեկուզ կարա լինի նաև ազգային ինչ-որ հիմքով, բայց ռոք ինչ-որ բենդերի, նայած թե ինչ միջոցառում է, բայց տարբեր ձևով փորձում են ներկայացնել, էլի, որ հայկականը ու նույնիսկ ես էլ եմ նկարել։ Երաժշտություն չի, կարան տարերի միջոցով, չգիտեմ, մի հատ մատանու միջոցով, մի հատ գլխարկի միջոցով, մի հատ մի փուճուրիկ բանով էլ ներկայացնեն, որ սա շեշտադրում դրվի, որ սա հայկական է։ Հա, ես էլ եմ նկարել միջոցառում, որը որելի միջազգային էր ու տարբեր մոտավորապես 40 երկրից ներկայացուցիչներ կային, նաև Թուրքիայից ներկայացուցիչ կար,
որ հստակ գրած էր, որ իրենց առաջին օրը պետք է անցկացնեն մեգերյան կարպետում, որտեղ որ նաև պետք է լինի հայկական ուտելիքներ, պետք է գա հայկական խումբ երգի եւ բարի։ Պարոն Մամուրյան, զբաղվում եք կարծեմ։ Այո, ես այնտեղ եմ։ Ինստիտուտիաս եմ։ 2 տարի առաջ էր կարծեմ։ 2 թե մի տարի առաջ է եղել։ Սա ոդկասթից հետո կհիշացնեմ, ամեն դեպքում ինձ թվում է կհիշեք այդ որ միջոցառումն ա եղել, վիդեոն կա ցույց կտամ։ Ինքը այդ մարկանց համար այնքան հետաքրքիր էր, որ իրանք մոտենում էին ինձ, ասում էին, այս ոնց կարանք գտնենք, օրինակ, այս խումբը որ նվագում է, իրենց ոնց գտնենք, իրանք ինչ են նվագում։ Ես էլ իմ կիսատ պրատ անգլերենով փորձում եմ բացատրեմ, թե իրանք ինչ են անում, ոնց են անում, ու հետո հարցում են, չգիտեմ, այս խումբը որ երգում է, ինչ է, այս ուտելիքը ոնց կարանք օրինակի համար գտնենք, դա էլ տես փորձում են կազմակերպիչների վրա գցեմ, գնացեք իրանք որ ամբողջը ձեզ կբացատրեն։ Ու երբ որ այդ ամեն ինչ անում ես այդ խալիների մեջ, մարդիկ մտնում են, այն որ sense մի հատ շոկ են ապրում մշակութային, որ ոնց կար sense երկիր, որ սովոր են, չէ՞ որ մտնեն Իտալիա մի հատ եկեղեցի, տենան sense ճոխ ամեն ինչ կա, բայց չեն պատկերացնում, որ կարաս գնաս մի հատ Հայաստան, որ քարտեզի վրա ուզում ես գտնես դժվար ես գտնում, ու հայտնվում ես մի հատ տեղ, որտեղ որ մի քիչ դժվարություններով էլ ես գնում հասնում, այո։ Ու մեկ էլ մտնում ես այս մշակութային մի հատ բում, էլի, այն որ այդ ոնց ասեմ, ինքը քաղաք ախր ինքը ոչ կուսակցական է, ոչ չգիտեմ քաղաքական է, ինքը ազգային է, էլի, որ ինքը պետք է մտներ դիվանագիտական ինչ որ պրոտոկոլների մեջ, որտեղ առաջ տանեն։ Եթե մասնավորը կարող է պետությունը հաստատ կարա, էլի։ Գերատեսչություններից շատերը ի նկատի ունենում գալիս են մեգերյան կարպետ։ Կապերը կա, մենք տարվա սկզբին, այստեղ ուղղակի արարողակարգային բան կա, մենք տարվա սկզբին պիտի հայտ ներկայացնենք։ Եվ դե այնտեղ ոնց է, այդ նույն այդ գնումների բոլորը մեր խմբերն այդ գնումների բանը մենք տարվա սկզբին որոշ գերատեսչություններ միշտ պարտադիր բանը ազգային ժողովը բանը միշտ բերում են իրանց այդ բանի մեջ կա արարողակարգի մեջ կա, բայց դա այնուամենայնիվ համակարգված չի։ Սննդի մասը ես դրա համար եմ ասում, սննդի մասը մենք պիտի որտեղ էլ ուզում են տանեն, բայց լինի արարողակարգային եւ պաշտոնական մի ցանկ, որից իրենք ընտրեն, էլի խնդիր չկա, արարողակարգը պիտի նաև դիմավորող երկու կողմանի լինի, բայց մեր առաջարկը լինի դա, որ այս կերակրատեսակներն հնարավորությունը կա, դրա բանը կա եւ մենք ես հաստատ համոզված եմ, որ դա ինչ որ մի կերպ լուծվելու է, որովհետեւ նախ մենք շատ համառ ենք, իրականում մեզ էլ նեն չի որ շատ չեն լսում կամ մեր առաջարկները անտեսում են, դա էլ ասեմ, բայց պիտի կոնկրետ համակարգված առաջարկ անես, պիտի կարողան շատ աշխատանք կա։ Դա պետք է հստակ բացատրել նպատակը։ Այո, շատ աշխատանք կա։ Ու պետք է երևի իր ոնց որ նպատակներից բացի նաև ներկայացնել սպասելիքները, հա, օրինակ եթե մենք արեցինք էս դրա ոնց որ ինչա ստանալու դրանից պետությունը կամ ազգային առհասարակ անշուշտ միանշանակ ամեն ինչի մեջ կա ազգայինը տեսնելու, ազգային առաջ տանելու հնարավորություն ամեն ինչի մեջ ջուր խմելու մեջ էլ մենք որ մենք խոսում ենք ասում ենք դե խոհանոցը բան ինչ տեսեք ամբողջ քաղաքը եւ Հայաստան եւ աշխարհը օգտագործում է օրինակ սոյա սոուսը Սոյասն ինքը առանձնապես համ չունի նրան ինչ որ բաներ են ավելացնում։ Եվ այդ սոյա սոուսին մեկ հայկական խանութում վերցնում ավելացնում են ինչ որ քաղցր բաներ դες որ ինչ որ բազա լինի։ Ես ասում եմ Ժորժ ջան, ինչի պիտի մենք սոյա օգտագործենք, սոյա սոուս օգտագործենք Չինաստանից կամ չգիտեմ որտեղից եւ նրանց տատիկին գործ տանք։ Մենք չենք կարող մեր տատիկին գործ տալ օգտագործելով որպես բազա մեր դոշաբը։ Եթե դու այդ սոյան պիտի քաղցրացնես, մենք ունենք քաղցրած two սոուս Թդի դոշաբը եւ խաղողի դոշաբը։ Եթե մենք դրանով դրա բազայի վրա սկսենք աշխատել այդ սոուսները, դրա ծավալը կշատանա։ Օգտակարությունը չեմ ասում, այո։ Դրա օգտագործման ծավալը կշատանա եւ մեր տատիկները ոչ թե իրաց միայն թորների համար կպատրաստեն այդ դոշաբը, այլ շատ կաշխատեն եւ գումար կաշխատեն։ Դոշաբը միշտ դեղի։ Թութնել անիմաստ չի թափվի։ Թութնել անիմաստ չի թափվի։ Կար մի բան է գյուղում որ հազում են։ Թթի սեզոնը մենք բոլորիդ իմ բան ենք տալիս, միտք ենք տալիս դոշա պարտադրելու, որովհետեւ շատ կարեւոր է։ Ես հիշում եմ որ փոքր տարիքից էլ ես խնդիր ունեի անդադար ու ինձ միշտ դոշապ էին ցոր տալիս
դա բանը ու մեր խոհանոցը կապ չունի քաղցրավենիքներ կլինեն թե նախուտեսներ կլինեն աղանդերներ կլինեն ամեն ինչ հենց այնց չի ստեղծված ամեն ինչ ունի իր իմաստը իր նշանակությունը ծագման աղբյուրը տարածքը պետք է ուղղակի չմոռանալ այո մեր ազգային պատկանելիությունը չհամաչել դրանից ամաչելու բան չկա, բայց լիքը իհարկե նես չի բան կա ամաչելու դրա համար չեմ ասում։ Ինչ որ մարդիկ ուղղակի տենց ավելի ժամանակակից ու ավելի հետաքրքիր թվալու համար փորձում են ինչ որ գլոբալիստական մտքերով առաջ գնան, որը որ իմ համար այդքան էլ հետաքրքիր ու ընդունելի չէ։ Մեր ժամանակակիցներ պիտի դառնա մեր ավանդականը, մեր մասնագետները այնպես ինչպես շատ օրինակ ձեր նշած նաև բանի մեջ երգեր կան, բաներ կան, որ նոր ինչ որ ոճի են հարմարեցվում, չվնասելով կառուցվածքը ու զգուշ մոտեցմամբ։ Նույնը կերակուրներն են։ Այդ կերակուրներն են պիտի ճաշակով արդեն հարմարեցնենք այդ մոդեռն կոչված այդ բանին, մատուցման ձևերին։ Բայց հիմք ունենալով ազգայինը։ Ակունքը շատ կարևոր է ու ակունք խումբն էլ իհարկե շատ կարևոր է, բայց ամեն ինչի ակունքը պետք չի մոռանալ, կարելի է միշտ տրամաբանական եւ խելացի ձևով զարգացնել, բայց չմոռանալ հիմքը չքանդել, ամենակարևորը դա է։ Ձեզ էլ մերսի շատ։ Շնորհակալ ենք, շատ հետաքրքիր, ավալուն, բովանդակային խոսակցություն ունեցանք։ Ամեն վարքյանը կարևոր խոսակցություն է եղել։ Ես եմ շատ շնորհակալ, ես եմ մաղթում ձեր եթերը թող լինի անսպառ եւ ձեր հյուրերը միշտ իրենց լավ զգան այնպես ինչպես ես շատ լավ հանգիստ եւ անկաշկանդ եւ մտքեր հնչեն որոնք կբերեն ինչ որ բաներ միտված բարուն, միտված առաջընթացին, միտված զարգացմանը եւ շատ կուզենայի որ ձեր բոլոր հյուրերը հանրային խոսքի կարևորությունը իմանան, գնահատեն, հասկանան, որ իրենց լսում են եւ իրենց լսողների մեջ կան նաեւ մարդիկ, փոքրիկ մարդուկներ, ովքեր կարող են նաեւ ընդօրինակել արտահայտված խոսքը։ Հանրային պատասխանատվության կոչում։ Շատ կարևոր միտք ասեցիք, որտեվ մեր վաղվա ապագան այդ փոքրիկ մարդուկներն են։ Այս էլ ասեմ Ես բանը, որովհետեւ մեր խոսակցությունները միշտ անընդհատ մի բան ասում ենք, բանան երկարում է։ Այդ նույնի հետ կապված Հրանտ Թոխացյանի ոդկասթն էի լսում, որ ասում էր, երբ որ մենք նկարում էինք մեր բակը, ասում ենք այնտեղ ունենք տերմինոլոգիաներ, որ օգտագործում ենք ծիծաղալու համար, որ ցույց տանք, որ ոչ թե հետաքրքիր է դրա համար ենք ասում կամ լավ բան է դրա համար ենք ասում, ոնց որ մենք ոնց որ հեգնական ենք այդ ամեն ինչը օգտագործում, որպես մարդիկ մտածեցին, որ ոնց որ լավ իմաստով է վերսեցին, ու սկսեցին օգտագործել շրջանառության մեջ մտնի այդ բառերը։ Ցավոք այդ մարդիկ կան, որ փորձում են լինեն պատասխանատու, բայց ոնց որ մի բան մի քիչ ուրիշ ձև է լինում ու նամանավանդ երեխաները շուտ են վերցնում այդ ամեն ինչը։ Ոնց որ հա շատ կարևոր բան ասացիք, ու հետաքրքիր բան ասացիք։ Մերսի շատ։ Շնորհակալ ենք շատ։ Այսօր այսքանը, տեսություն։